Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն, որ շրջում էր բարիք անելով, Գործք 10:38։ Մի քանի խոսք, սակայն դրանք կարծես Տեր Հիսուս Քրիստոսի նրբագեղ մանրանկարը լինեն։ Դրանցում շատ երանգներ չկան, ընդամենը նկարչի վրձնի մի քանի հարված։ Իր ամենալայն, անվերապահ և անառարկելի իմաստով Փրկչի և միմիայն Փրկչի համար է ճշմարիտ այն, որ նա շրջում էր բարիք անելով։ Այս նկարագրությունից պարզ է դառնում, որ նա անձամբ էր բարիք անում։ Ավետարանիչները շարունակ շեշտում են, որ նա իր ձեռքը մեկնեց և դիպավ բորոտին, Մատթեոս 8:3, որ իր ձեռքերը դրեց կույրի աչքերին, Մարկոս 8:25, իսկ երբ նրան խնդրում էին միայն հեռվից մի խոսք ասել, նա սովորաբար չէր համաձայնվում, այլ անձամբ էր գնում հիվանդի անկողնու մոտ և բժշկում նրան։ Սա դաս է մեզ համար, որ եթե ուզում ենք բարիք գործել, գործենք անձամբ։ Եթե ողորմություն ես տալիս, քո ձեռքով տուր։ Մեկ բարի հայացքը կամ խոսքը կավելացնեն դրա արժեքը։ Խոսիր ընկերոջդ հետ իր հոգու մասին, քո սիր առատ կոչն ավելի մեծ ազդեցություն կթողնի, քան տրակտատների մի ամբողջ գրադարան։ Մեր Տիրոջ բարիք անելու գործելակերպը խոսում է նաև նրա անդադար գործունեության մասին։ Նա բարիք չէր անում միայն մոտակայքում գտնվողներին, այլ շրջում էր, ողորմություն տարածելով, ամբողջ Հրեաստանում հազիվ թե մի գյուղ լիներ, որ չէր զվարթացել նրա ներկայությունից։ Որքան հակառակ է սա այն անփութությանն ու անտարբերությանը, որով շատերը ծառայում են Տիրոջը։ Եկեք գոտեպնդենք մեր մտքերը և չձանձրանանք բարին գործելուց։ Միթե մեր տեքստից ակնհայտ չէ, որ Հիսուս Քրիստոսը ջանք չէր խնայում բարիք անելու համար։ Նա շրջում էր բարիք անելով։ Նրան հետ չէին պահում ոչ վտանգները, ոչ դժվարությունները։ Նա փնտրում և գտնում էր նրանց, ովքեր իր ողորմության և շնորհքի կարիքն ունեին։ Մենք էլ պետք է այդպես վարվենք։ Եթե հին ու փորձված մեթոդները չեն գործում, պետք է նորերը փորձենք, քանի որ թարմ փորձարկումները հաճախ ավելի արդյունավետ են, քան ավանդական մեթոդները։ Վերջապես, մեր տեքստի մեջ ակնարկ կա նաև Քրիստոսի համբերության և նպատակասլացության վերաբերյալ, և այս թեմայի գործնական կիրառությունը կարելի է ամփոփել հետևյալ խոսքերով. Նա մեզ օրինակ թողեց, որ նրա հետքերին հետևենք, Ա Պետրոս 2:21։